2016-ին ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող Colin Kaepernick-ը մի պրոտեստ արեց, ծնկի իջնելով ԱՄՆ օրհներքի ժամանակ։ Նա այսպես բողոքում էր ոստիկանության բռնությունների եւ ռասիզմի դեմ։ Սա մեծ սկանդալ դարձավ։ Ոմանք համարում էին, որ նա հերոս է, մյուսները ասում էին անհարգալից վերաբերմունք է դրոշի ու բանակի նկատմամբ։ Ի վերջո նա դուրս մնաց ազգային լիգայից։ Nike-ը, որը արդեն 30 տարի օգտագործում էր Just Do It սլոգանը, որոշեց հենց Կապերնիկին դարձնել իր նոր արշավի դեմքը։ Հիմնական մեսիջը սահմանելով հավատա ինչ-որ բանի, նույնիսկ եթե դրա համար պետք լինի ամեն ինչ զոհաբերել։ Շատերը ոգևորվեցին։ Nike-ը համարձակորեն պաշտպանում էր սոցիալական արդարությունը։ Մյուսները բոյկոտ հայտարարեցին, նույնիսկ այրեցին իրենց Nike կոշիկները։ Սոցիալական ցանցերում քննարկումները պայթեցին։ Առաջին օրերին Nike բաժնետոմսերը ընկավ մոտ 3%-ով, բայց մեկ շաբաթ անց արդեն սկսեց բարձրանալ։ Վաճառքները աճեցին ավելի քան 31%։ Արշավը նույնիսկ արժանացավ մրցանակների։ Nike-ը ամրապնդեց իր կերպարը որպես արժեքների կողքին կանգնող բրենդ։ Իսկ ինչով էր հաջողված այս արշավը։ Համարձակություն, չերն էին պատրաստ ներգրավել նման հակասության մեջ։ Արժեքային մարքեթինգ ցույց տվեցին, որ բրենդը պաշտպանում է ոչ թե միայն սպորտը, այլև մարդու իրավունքները։ Սկանդալային հնչողությունը բրենդին բերեց մեծ լսարան, քանի որ մարդիկ բաժանվեցին կողմերի, բոլորն էլ սկսեցին խոսել Nike-ի մասին։